Առաջին Տիմոթեոս 2-րդ գլուխ առաջի խոսքից մինչև 4-րդ համարները։ Արտկաղաչեմ ամեն բանն առաջ աղոթ քնել, խնդրել, աղաչել, գոհություն մատուցել բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորներուն եւ իշխաններուն համար, որպիսի խաղաղ ու հանդարտ կյանք վարենք կատարյալ աստվածպաշտությունով ու պարկեշտությունով, վասնզի այն է աղեկ ու ընդունելի մեր Տեր Փրկիչ Աստծո առջև։ Աստված կուզե, որ բոլոր մարդիկ փրկվին ու ճշմարտությունը ճանչնան։ Ամեն։ Շնորհակալություն։ Սիրելիներ, ինչ է Աստծո կամքը մեզ համար։ Շատ կարևոր հարցում է։ Մենք խոսենք ընդհանրապես մարդկության համար։ Մարդիկ, որ հավատացյալ են եւ մարդիկ, որ անհավատ են։ Ուզենք չուզենք, մենք գիտենք, թե ինչ որ գնենք, կամ մենք գորոշենք, կամ մյուսներ գորոշեն մեր դերը։ Ուրեմն եթե հավատացյալ չեմ, ես կգարձեմ, թե ես կմտածեմ, ես կգադարեմ, ես։ Լավ։ Հիմա եթե հավատացյալ ես, հարցը դարբեր է։ Այո, մենք ունենք մեր կամքը, եւ Աստված կհարգի մեր կամքը։ Նաեւ Աստված ունի կամքը այս աշխարհի համար, Աստված կամքը ունի քեզ համար եւ մեր բոլորիս համար։ Երբ կուսումնասիրենք Աստծո խոսքը հին եւ նոր գտակարանի մեջ, կտեսնենք, թե Աստված ինչպես առաջնորդեց Իսրայելի ժողովուրդը, որպեսզի այս ժողովուրդը գադարե Աստծո խոսքը եւ նաեւ այս ժողովուրդը արևան դրացի ժողովուրդներուն մոտ բերե այս բարի լուրը։ Մենք գիտենք, թե ինչպես հայաստանցիներ գսեն չստացվեց, այսինքն չգադարեցին ինչ որ Աստված անսարարած էր։ Ադորամար գուկա վերջին ժամանակներուն Մեսիան, մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ ինքը իրոք գադարեց Աստծո կամքը։ Ինչ էր Հիսուս Քրիստոսի կամքը այս աշխարհին մեջ, շատ բարձ։ Նվիրեր իր կյանքը խաչին վրա եւ իր արյունով ներեր իմ մեղքը, նոր կյանք շնորհեր ապաշխարությամբ եւ հավիտենական կյանքի խոստումը։ Բայց հարցումը ես անցամբ իբր քրիստոնյա հավատացյալ մարդ ինչպես կգադարեմ Աստծո կամքը։ Շատ անգամ հավատացյալներ կան, որ իրենց կյանքը կգարկադրեն ինչպես գուզեն, եթե հաջող են գսեն ինչ լավ մարդ եմ, եթե անհաջող արդյունքները կան, այն ժամանակ գսեն Աստված ուր ես։ Աստված կա, Աստված ամեն տեղ է։ Փոխանակ սпасել մեր կորձունություններուն արդյունքը, որբեսի հասկանանք, եթե լավ է կամ վատ է, անհավատը նալ գրնա նույնն էլ, անհավատը իր կորձը գնե, եթե արդյունքը լավ է գսե, ինչ լավ մարդ եմ, եթե արդյունքը քեշի, շատ անգամ գսել մյուսներն են, այսինքն պատասխանատուներ, բայց ես իբր քրիստոնյա հավատացյալ մարդ, կամ մենք իբր եկեղեցի, երբ գուզենք գադարել Աստծո կամքը, միան մեկ բան պետք է ունենք, նախքան խոսելու, նախքան գադարելու, կործնելու, մենք սկսենք հասկանալ Աստծո կամքը ինչ է։ Եվ մենք պիտի ասենք, բայց ինչպես մենք պիտի հասկանանք, թե Աստծո կողմի ընդունելի է կամ ընդունելի չէ։ Շատ բարձ է, եթե ես մտերմության մեջ եմ Աստծո հետ, իր խոսքը կարդալով, աղոթելով, հոգևոր քույրեր եղբայրներուն հետ գաբին մեջ լալով, ավելի հեշտ, ավելի թյուրին պիտի լա հասկանալ ինչ է Աստծո կամքը ինձ համար, չսպասեմ արդյունքը։ Նաև ունենք դարբեր օրինակներ Աստծո խոսքին մեջ, ասենք նախ մեր Տեր Հիսուս Քրիստոս, բայց նաև ուրիշ հավատացյալներ, որ Աստծո կամքին մեջ եղել են եւ գադարել են Աստծո կամքը։ Սիրելիներ, Աստված դա, որպեսզի Սուրբ Հոգիով ներշնչված մենք ունենանք շատ ըստակ դեսիլքը, շատ ըստակ ճանապարհ մեր առջև, թե Աստված ինչ ուզե ինձ համար։ Երբեմն մենք իբր նույնիսկ քրիստոնյա մարդիկ գիտենք, թե բանը լավ չէ, բայց ինադու գերտանք եւ գնենք, մինչեւ որ կբաժվենք եւ հետո կվերադառնանք Աստծո առջև, ասելով ինչ պատահեց ինձ։
Եթե մենք ուզենք բաներ անել առանց Աստուծո արդյունքը բարձ է։ Հիմա պիտի ասենք, ես աղոթեցի, ես ամեն ինչ Աստծո առջև թրի, բայց նորեն արդյունքը լավ չէր։ Սիրելիներ, բաներ կան մեր կյանքին մեջ, որ գնանք բացատրել, բաներ կան, որ չեն գնա բացատրել։ Բայց մենք գիտենք մենք բան, որ օրը մենք պիտի ճանչնանք, ինչպես Աստված մեզ ճանչել է, եւ այն ժամանակ ամեն ինչ կատարյալ պիտի լա։ Ուրեմն Աստծո կամքը էական է մեր կյանքին մեջ, չլա, որ մենք ապրենք մեր ուզած ցևով։ Մենք հասկանանք, թե ինչ ծրագիր ունի Աստված քեզ համար, ինձ համար։ Եթե կհասկանամ այս ծրագիրը, այն ժամանակ քայլ այլ քայլ առաջ երթամ եւ Աստված պիտի բայ եւ պիտի օրհնի։ Դեր օրհնի իր խոսքը։ Ամեն։